Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայի YouTube-յան ալիքի եթերում։ Այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները, այսպես ժողովուրդ օրաթերթը գրում է. Ադրբեջանը մտադրված է ակտիվորեն շահագործել Արցախի գրեթե բոլոր հանքերը, այդ մասին վկայում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած վերջին կարգադրությունները։ Ադրբեջանում լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների մասին։ Փաստաթղթերում շեշտվում է, որ այս ոլորտի զարգացումն Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունի և հատուկ ընդգծվում է նաև օկուպացված Արցախի այն հանքերի շահագործումը, որոնք ժամանակին կամ չեն շահագործվել, կամ լիարժեք չեն շահագործվել։ Թե ինչ հանքային պաշարներ ունի Արցախը, ինչն է արդեն շահագործվել և ինչի վրա կարող է կենտրոնանալ Ադրբեջանը, ժողովուրդ օրաթերթի հետ բացառիկ զրույցում ներկայացրել է աշխարհագրական գիտությունների թեկնածու դոցենտ Յուրի Առաքելյանը։ Այս մանրամասներին կարող եք ծանոթանալ ժողովուրդ օրաթերթում, բայց ես ձեզ վստահեցնում եմ տարբեր հաշվարկներով միայն հանքերի տեսքով Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին մի քանի տասնյակ միլիարդ դոլար է նվիրել, ներդրել նրանց տնտեսություն, սա Փաշինյանի ուղիղ ներդրումն է լինելու ադրբեջանական տնտեսություն, մի պարագայում, երբ նավթային իրենց պաշարները նվազում են, Արցախի օկուպացված տարածքներում շահագործվելիք այդ հանքերը էական նշանակություն կարող են ունենալ Ադրբեջանի տնտեսության կայունության համար։ Իրավունք թերթը գրում է. Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը ճանտրակուլի վիճակում է հայտնվել։ Նրա մոտ կանգնած աղբյուրները փաստում են, որ նա այս օրերին Վեհափար Հայրապետի մոտ իր համար բարեխոս Սրբազան է փնտրում, սակայն նրան ոչ միայն մերժում են, այլև հիշեցնում, որ ամիսներ առաջ, երբ նույն սրբազաններն էին զանգում իրեն ուշքի գալու համար, նա հեռախոսն անջատում էր իրենց վրա։ Հրապարակ օրաթերթը գրում է. մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգվել և վերանորոգվել է առնվազն 300 հանրակրթական ուսումնական հաստատություն, դրանք ապահովել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը նման խոստում էր տալիս, որն ամրագրված է կառավարության 21-26 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում։ Իշխանականները հատկապես հունիսյան ընտրություններին ընդառաջ դրոշակ դարձրած ծածանում են վերանորոգված հիմնանորոգված դպրոցների մանկապարտեզների լուսանկարները, մինչդեռ պարզվում է, որ այս հարցում ևս Փաշինյանն ու իր խմբակը մեղմ ասած ստում են, քանի որ դեռևս կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի որոշում կա, որում ասվում է. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի վերաբերյալ, որի շրջանակներում դեռ 2015-ից տասնյակ դպրոցներ են վերանորոգվել ու հիմնանորոգվել, տասնյակներն էլ կիսատ են մնացել և ներկայիս իշխանություններն ընդամենը շարունակում են կիսատ մնացած աշխատանքներն ու այդ ամենը վերագրել իրենց, հիմա ներկայացնում են 300 դպրոցի խոստման տակ։ Հրապարակ օրաթերթը գրում է. թեև սկսվել է հունիսի 7-ի ընտրությունների առաջադրումների փուլը, սակայն իշխող քաղաքացիական պայմանագրում դեռ քննարկում են իրենց նախընտրական ցուցակը և հնարավոր է որոշակի փոփոխությունների ենթարկեն արդեն հրապարակված տարբերակը։ Անձեռնմխելի է համարվում առաջին 50 համարը։ Իդեպ օրենքի պահանջն է, որ առաջին 30-ը պետք է հաստատվի համագումարում, սակայն վարչությունը որոշել է, որ կարող են 50 համարից հետո գտնվողների միջև տեղափոխություններ կատարել, երկրորդ 50-յակում փոփոխություններ կարող են անել ՔՊ վարչությունը, իսկ 100-ից հետո որոշել են, որ Փաշինյանը միանձնյա է որոշելու, ով որտեղ լինի։ ՔՊ ներքին ընտրությունների արդյունքներով շատ հայտնի ՔՊ-ականներ պատգամավորներ հետին հորիզոնականներում են հայտնվել, թեպետ իրենց պոտենցիալով, գիտելիքներով անհամեմատ տարբերվում են այսպես կոչված առաջատարներից։ Մեկ օրինակ գործող ԱԺ հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիկնաց Տիգրանյանը 96-րդ տեղում է, կամ Մարիա Կարապետյանը և այլք։ Մեր տեղեկություններով մինչև ապրիլի 17-ը վերջնական տեսքի կբերվի իշխող ուժի ցուցակը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը մեզ հասած տեղեկություններով բանակցություններ է վարում հանրային տարբեր գործիչների հետ, նախընտրական ցուցակում նրանց ընդգրկելու առաջարկով։ Նրանցից մեկը լրագրող Ալիսա Գևորգյանն է, որը 44-օրյա պատերազմում կորցրեց իր միակ զավակին Դավիթին և հարգված անձ է լրագրողական դաշտում։ Միասնության թևերում հակված են, որ հենց Ալիսան լինի ցուցակի առաջին կին թեկնածուն։ Բանակցություններ կան նաև բանասեր թարգմանիչ, քաղաքական հասարակական գործիչ, ԵՊՀ ամբիոնի վարիչ Անուշ Սեթրակյանի հետ։
Ժողովուրդ օրաթերթը գրում է. Երևանի քաղաքային իշխանության ներսում նյարդային մթնոլորտ է, ԿՓ-ում հարցումներով փորձում են հասկանալ, թե ինչպես անել, որ մայրաքաղաքում իշխանության ձայները ավելանան։ Հենց դրա համար էլ քաղաքային իշխանությունը սկսել է ավելի կոշտ աշխատել վարչական շրջանների ղեկավարների հետ, պահանջելով արդյունք, ձայն, ակտիվություն։ Այնտեղ, որտեղ ԿՊ-ն վարչական շրջանի ղեկավար չունի, օրինակ Հանրապետության կուսակցությունն է կառավարում, իրենց ավելի ուժեղներին են գործի դրել։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ նոր նորքում օրինակ Արսեն Թորոսյանն է պատասխանատու։ Սակայն իշխանության ներսում հենց այստեղ էլ սկսվում է լուրջ հակասությունը։ Քաղաքապետարանը ճնշում է թաղապետներին, իսկ թաղապետերը հերթով արդարանում են, ասելով, թե այդ վարչական շրջանում ընտրողի դժգոհության գլխավոր պատճառը ոչ թե իրենց աշխատանքն է, այլ քաղաքի վիճակը։ Նրանց հիմնական փաստարկը պարզ է՝ փողոցների փոսերը, ասֆալտի խայտառակ որակը, կիսատ ու անորակ աշխատանքները դարձել են թիրախավորման առիթ, եւ այդ ամենի քաղաքական գինը հիմա փորձում են վճարել վարչական շրջանների ղեկավարների հաշվին։ Դուք տեսնում եք, որ այս տարի Երևանում խայտառակ իրավիճակ է ճանապարհներին, երբեք նման իրավիճակ չի եղել։ Այո, միշտ գարնանը, երբ տեղումները առատանում են, այդ ձյունը հալվում է, անձրևներ են գալիս կամ ձյան ժամանակ աղ է օգտագործվում, ասֆալտը որոշակի վնասներ կրում էր եւ այո, քաղաքում փոսեր առաջանում են, բայց այն իրավիճակը, որ այսօր կա Երևանում, կարծում եմ ուղղակի անպատկերացնելի է եւ անհամեմատելի է նախորդ տարիների հետ։ Խայտառակ իրավիճակ, չկա փողոց, որը ուղղակի նորմալ անցանելի վիճակում լինի, գրեթե բոլոր փողոցները խայտառակ փոսերի մեջ են թաղված, այդ փոսերն էլ քիչ են, Երևանի բազմաթիվ հատվածներում ուղղակի քանդում են, ինչ-որ շինարարություն են անում, խողովակներ են փոխում, օրինակ Իսակովի պողոտան, որը նորմալ ասֆալտ ուներ, այն քիչ ճանապարհների սպեկտներ, որը նորմալ ասֆալտապատում ուներ, ամբողջ ասֆալտաշերտը հեռացրել են եւ քաղաքը այդ հատվածը դժոխքի են վերածել, ինչ թե եվրոպացիների գալուց առաջ թափ թազա ասֆալտ գցեն այդ ճանապարհին։ Մի խոսքով ակնհայտ է, որ սրանք ոչ միայն պետությունը կառավարել չգիտեն, այլ նաև կառավարել չգիտեն համայնքներ եւ իրենց կառավարած համայնքը Երևան հենց այս տեսքի է լինելու։ Մյուս կողմից նկատենք, որ երևանցիների դժգոհությունը կապված է նաև տրանսպորտի գնի թանկացման հետ, սա եւս ընտրություններում իր հետևանքը թողնելու է, այստեղ էլ քաղաքացիական պայմանագիրը քաղաքական որոշում է կայացրել եւ այդ քաղաքական որոշման հետևանքները վերաբերվելու են հենց քաղաքացիական պայմանագրին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթը շարունակում է ուսումնասիրել Հայաստանում առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացը եւ դրա համար ներգրավված ֆինանսական ռեսուրսների նպատակային օգտագործումը։ Խոսքը համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում արդյունքային վարկային համաձայնագրի մասին է, որով պաշտոնական պատասխանի համաձայն Հայաստանին տրամադրվում է 102 միլիոն եվրո արժողությամբ վարկ։ Անվճար բուժումն արվում է վարկով։ Պետական մարմինների պատասխանից պարզ է դառնում, որ իշխանությունը առողջապահության այս լայնածավալ նախաձեռնությունը փորձում է առաջ տանել ոչ թե սեփական բյուջետային ռեսուրսների հաշվին, այլ պարտքով, իսկ սա արդեն ինքնին լուրջ քաղաքական եւ սոցիալական հարց է առաջացնում։ Եթե իշխանությունը մարդկանց խոստանում է ապահովագրական համակարգ, բուժսպասարկման ֆինանսական բեռի նվազում, ըստ էության նաև ավելի հասանելի կամ անվճար բուժում, ապա ինչու է այդ համակարգի ներդրման համար գնացել նոր վարկ վերցնելու ճանապարհով։ Քաղաքական առումով զգայուն շրջան եւ մոտենում է նախընտրական փուլին։ Հարցն ավելի քան բնական է դառնում, արդյոք քաղաքացիներին ներկայացվող սոցիալական այս խոշոր խոստումը կառուցված է երկարաժամկետ ֆինանսական կայունության վրա, թե վարկային միջոցներով ձևավորվող մի մեխանիզմի, որը կարող է ծառայել նախընտրական սպասումներ գեներացնելու նպատակին։ Ինչպես տեսնում եք, սա կարևոր բացահայտում է, որովհետև երբ համակարգը ներդրում են եւ մենք ասում ենք, որ սա ընտրություններից առաջ է արվում հասարակության մի շերտի ձայները ստանալու համար, իշխանությունները հակադարձում էին, այնինչ այս փաստը ցույց է տալիս, որ այո, չկա երկարաժամկետ պլանավորում ըստ էության եւ եթե ծրագրի ստարտի համար 102 միլիոն եվրո պարտք են վերցնում, որպեսզի այսպես լայն թափով միջև ընտրությունները ճոխ ապահովագրական ծածկույթ ապահովեն, ապա ընտրություններից հետո փաստ չի առաջին, որ իրենց այդ վարկը կշարունակեն տալ եւ փաստ չի, որ իրենք կցանկանան այդ վարկը վերցնել եւ կարող են որոշակի փոփոխությունների տանել, այսինքն ստանալ քաղաքացիների ձայնը այս ապահովագրության ֆոնին, հետո իհարկե հրաժարվել այդ համակարգից կամ փոխել համակարգը, որպեսզի
ամեն 6 ամիսը մեկ կամ տարին մեկ ստիպված չլինեն 100 միլիոնավոր դոլարների, եվրոների պարտք վերցնել, որպեսզի համակարգը աշխատեցնեն, ի վերջո այդ պարտքը պիտի պետությունը փակի, այսինքն նույն այդ քաղաքացիները, ում իբր ապահովագրում են։ Այսօր այսքանն էինք նախատեսել, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48